որ ես Ռոման Միրզաբեկյանն է, կրտսեր եղբայրը Արշակ Միրզաբեկյանը, անհետ կորել է Արցախյան վերջին մարտերի ժամանակ։ Ինքը արդեն այս տների հատվածում ստեմիտե այստե, չեմ կարա էլի, պետք է ինչքան մեծացում ես, մի քիչ լավ չի երևում։ Արշակը Մարտակերտի շրջանի Չարեկտար գյուղի մոտակա 553 դիրքում էր։ Վերջին անգամ եղբոր հետ խոսել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 12:50-ին։ Հարցերս բա ինչ վիճակա, ոնց է իր վիճակը, բան։ Ասացի, դից առանձնակի ոչինչ բան չկա, էլի սա ամեն ինչ կարգին է, լավ է։ Անջատեց հեռախոսը, 1-ի սահմաններում, 13:00-ի սահմաններում լսվեց առաջին հրաձգային ձայնը։ Ադրբեջանը սկսում է լայնամասշտաբ հարձակում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Չարեկտարի 553-րդ դիրքի անձնակազմից երկուսը՝ Նվեր Օհանյանը, Ստեփան Արաքելյանը, զոհվում են։ Վիրավորում ստացած Արշակ Միրզաբեկյանի ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ։ Արշակ Միրզաբեկյանի հարազատ եղբայրն է։ Արշակ Միրզաբեկյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին անհայտ հանգամանքներում կորել է Չարեկտարի վարչական տարածքի մարտական դիրքում։ Արշակը վերին հորաթաղի միջնակարգ դպրոցում էր աշխատում, երգեհաշտության ուսուցիչ էր։ Ինքը Ստեփանակերտ քաղաքում սովորել է որպես երգիչ, ավարտել է որպես երգիչ։ Ամուսնացած էր, ուներ 2 հատ երեխա, մի հատ աղջիկ, մի հատ տղա։ Ինքը մոտ 2 ամիս մարտական հերթապահություն էր գնացել, արդեն ընդգրկված էր այդ աշխարհազորային խմբին։ Ժողովուրդը 2 թեյի վրա էր էլի մարտական հերթապահություն պահում։ Մեկը դեպի Չարեկտարի հատվածներ ծառայություն մատուցում, մեկը գնում էր դեպի Մարտակերտի հատվածը, Ճանկաթաղի այդ հատվածներ գնում։ Գյուղերը մեկը մեկի հետ էլի, օրինակ մեր գյուղը վերին հորաթաղը կարա լինի Արությունա Գոմերի հետ միասին Չարեկտար համայնքում, հա, պոստերում։ Կոճողոտ գյուղը կարա լինի Դրամբոնի հետ, օրինակ կողքի դեպի Ճանկաթաղի դիրքերում։ Չարեկտար համայնքը առհասարակ իր դիրքով, հա, պատկանում էր, ոչ թե պատկանում էր, բաներ անում էլի, հաթեքի գումարտակներ հսկողություն սահմանում, գումարտակի հրամանատարի շտաբի գլխավորությամբ իրանք էին էլի սահմանապահներին կամ առհասարակ աշխարհազորայիններին ընդգրկում էին ցուցակում, քանի հոգի պետք է մեկնեն այս իր դիրքը, քանի հոգի են իր դիրքը։ Որ գալիս էր հարցնում էինք, բա ոնց է ծառայությունը։ Դենց բան որ ժպտում էր, նորմալ ամեն ինչ, կարգին ամեն ինչ։ Դժվարությունն էլ է, էլի ասում եմ մարդու համար, պետք է դժվարություն լինի, որ կարաս այն հեշտը գտնես։ Արշակը 2023 թվականի սեպտեմբերի 16-ին իր գնացել է մարտական դիրքեր Չարեկտար գյուղում գյուղից վերև էլի մարտական դիրք։ Պատերազմը սկսվեց ամսի 19-ին։ Այդ օրը ինձ ընդհանրապես զանգեց ժամը 12:50-ի սահմաններում զանգարեց ինձ։ Բարևեց, ոնց ես, ասի, շատ լավ, դուք ոնց եք, ինչ եք անում, ինչ կա, ասես նորմալ ամեն ինչ կարգին է։ Այդտենց խոսացինք մի 2 րոպե, ասեցի, բա դուք ինչ եք անում, ասեց, սպասում ենք, էտա ուզում ենք արդեն մի կտոր հաց ուտենք։ Հարցերս բա ինչ վիճակա, ոնց է իր վիճակը, բան։ Ասեցի, դից առանձնակի ոչինչ բան չկա, էլի սա ամեն ինչ կարգին է, լավ է։ Անջատեց հեռախոսը, մոտ 7-ից 10 րոպե տևողությամբ, թոմի 15, չեմ կարա էլի հստակ հիշեմ, 1-ի սահմաններում, 13:00-ի սահմաններում լսվեց առաջին հրաձգային ձայնը։ Ինքը լայնածավալ սկսվեց, որովհետև մեր դիմացը գտնվում էր Մարտակերտի շրջանի Հաթեք գյուղի դիրքերը ու բավականին բարձր էր էլի։ Դիրքերից արդեն անընդհատ թե աջ կողմից, թե ձախ կողմից, թե առհասարակ ամենտեղ լսվում էին կրակոցների ձայներ։ Արշակի հեռախոսահամարը գործում էր, զանգը գնում էր։ Մի քանի րոպե զանգելուց հետո հեռախոսին ուրիշ է պատասխանում, ներկայանալով իր մարտական ընկերներից։
ասում են, բա որտեղ է Արշակը, ինչ ա եղել, ինչի չի պատասխանում, ասում է դե մեզանից մի քիչ հեռու է այս պայն ինքը, չի կարա պատասխանի, էլի, հեսա որ կգա, կասեմ կպատասխանի։ Ես հարց եմ տալիս, բա ինչ ա եղել, քիչ չի պատասխանում, նորից եմ հարց տալիս, ես արդեն զգում եմ, էլի, որ ինչ որ մի բան այն չի, որովհետև դե արդեն 2-3 անգամ 4 անգամ զանգելուց հետո նույն պատասխան եմ ստանում, արդեն մտահոգվում եմ, էլի, ասում եմ, ես ինչ ա կատարում, որ ինքը, ասենք, չի պատասխանում, էլի։ Արդեն մի քանի անգամ այդ երեխուն հարցնելուց հետո ես ճանաչում եի անձամբ այդ երեխուն, Սամվել էր անունը։ Նոր ինքը արդեն անկեղծանում է, ասում է դե ճիշտ ասած մեր մոտ չի ինքը, բայց իր հետ լավ ամեն ինչ, բոմբա է ազգում իրանը, տենց էլ ասում է։ Ես արդեն մի քանի րոպե անց ինձ զանգում են Ստեփանակերտից, մեր գյուղից մի հատ Արցախ անունով տղա զանգում է ինձ, ասում է Արշակը վիրավոր է, մեջքի հատվածից բեկորային թեթև վնասվածք ունի, իրան տեղափոխում են գյուղ, այսինքն իջեցնում են դիրքից, էլի։ Այդ դիրքում Օհանյան նվերն է զոհվել, ով նույնպես թե Արշակի, թե առհասարակի հետ շատ մոտիկ հարաբերությունների մեջ էինք։ Այդ օրը նույնպես Արշակի հետ էր։ Նվերը առաջի կարելի ասած հարվածից է զոհվել։ Նվերին էլ չեն կարացել հանեն, նվերն էլ է մնացել այդտեղ։ Մի քանի օր հետո են նվերին գնացել ու հանել այդ պոստից։ Բայց Արշակի անհայտ կորելու փաստը այնա որ իրանց ասելով էլի դիրքի ազնագազմի պատմելով կես ճանապարհը բերել են։ Այսինքն բերել են հասցել են մի հատ տեղ, այդ տեղն էլ հիշվող տեղ է, էլի։ Ես կարամ քարտեզով սա ցույց տամ էլի ինքը որտեղ է այս որտեղ են բերել թողել ընդե։ Այս գետը ստեով է գալիս գյուղի մեջով, այսինքն այս հատվածում ճանապարհներ, ասֆալտներ ընդհանուր, այս մեջտեղով գետներ, այս ձախ կողմերը արդեն սկսում էր պոստերի ճանապարհն է, էլի։ Ստեղ թողել են վերջի տվյալներով ստեղ։ Մեծ քար կա այդ քարի մոտ։ Նշեմ իր հետ այդ դիրքում 7-8 հոգի ազնագազմ կար, դե ինքը արդեն մեջքի հատվածից բեկորային վնասվածք ուներ։ Ըստ իրենց պատմելով ասում էին, որ կես ճանապարհը ոտով է եկել, կես ճանապարհը արդեն չէր կարող գալ, կես ճանապարհը արդեն ասենք արդեն ինքը վատ էր զգում իրեն, ջուր էր ուզում եւ այլ։ Իրենք պատմում են նաև, որ թողեցինք Չայեկտարը, երբ որ արդեն ավարտվում է, վերջի տունը։ Թողեցինք այդտեղ մի հատ մեծ քար կա, այդ քայի տակ մենք արդեն գնացինք։ Դիրքի ավակի ասելով, Տիգրանի ասելով, Տիգրանը ասում է մենք ճանապարհը շատ մեծ հատված տեղափոխել ենք դիրքից, բերել ենք, հասցրել ենք մինչև այդտեղ։ Ու ճանապարհին մենք վիրավոր վիճակում Արշակին, մենք ինքը այունը մաքրել է, մաքրելուց հետո ասում է, որ այունը արդեն կանգնած է եղել, այսինքն չէ այունը հոսում արդեն, ջուր էր ուզում քիչ բանով տվել են ջուր խմել, քիչ չափով։ Բացի այդ էլ ճանապարհին հարցրել է, բա կարող է ես զոհվեմ, Տիգրանին հարցրել, Տիգրանը ասել է, չէ, չես զոհվելու, որովհետև հələ հարսանիքից պետք է երգես։ Այդ ամեն ինչը, այդ խոսքերը, այդ ամեն ինչը Տիգրանը մեզ փոխանցել է, կոնկրետ ինձ փոխանցել է։ Դե սակայն փաստը այնա, որ մարդուն չեն բերել։ Այսինքն ես իրանց հարցնում եմ, բա խիչ դրանից հետո չեք բերել։ Պատճառաբանում են, որ դե արդեն վիճակ չկար, չէինք կարում, անընդհատ խփում էին եւ այլն։ Մենք թողեցինք ընդե, չկարացանք բերենք, թողեցինք ընդե, բայց ասում են նաեւ, որ արդեն պուլսացիան լավ չէր, չենք կարացել արդեն անցկացնենք, իրանց էլ եմ ասել դուք եթե չեք կարա բերեիք, գոնե գետը անցկացնեք դներիք են ասֆալտի վրա, ռուսը կվերցներ տար մեզ, ադրբեջանցին կվերցներ տար մեզ, մեր հայը կվերցներ ընդեով անցնող էլի, կվերցներ տար մեզ կամ տեղեկություն կփոխանցեր մեզ, մենք արդեն կգնայինք կվերցնեինք։ Դե ճանապարհին իրանց խմբից մի հոգի զոհվել է, Ստեփան Արաքելյանը, հասնելով Գետավանի տարածքի մոտ, այնտեղ զոհվել է Ստեփանը,
Ժամանակային ժամանակը ըստ մի 5-6 ժամ կտրվածք, ես 6 ժամ հետո եմ արդեն տեղեկությունս իմացել, որ իրան գտնվում են արդեն Գետավանում, այդ խումբը։ Այսինքն Արշակին թողել են այդ քարի մոտ եւ իրենք գետի աչափով արդեն անցել են դեպի Գետավանի տարածքի մոտ։ Ես փորձ եմ ձեռնարկել այդ օրը, որ գնացել եմ Գետավան գյուղից մի քիչ վերև տեղակայված գազալոցակայան կա այնտեղ, որ բարձրանամ դեպի Արշակի մոտ, ես փորձել եմ մոտիկանամ այդ տվյալ հատված։ Ես արդեն որ բարձրացել եմ դեպի այդ Գետավանից մի քիչ վերև այդ գազալոցակայանի մոտ, ռուսական խաղապահ զորակազմը զորախմբից իրանց BTR-ով ընդ կայնած էին։ Հա, չէին թողում որ մարդ հանցնել այդից, դեպի վերև դեպի Չահեկտար, ասում էին գրակում են, չի կարելի մի գնացեք, հետ էին տալիս ավտոներին։ Ստեփանակերտ քաղաքում էինք արդեն այդ վաղ, ժողովուրդը դե բոլորը գյուղից դուրս էին եկել, որովհետև արդեն գյուղի վրա էին հետակոծում։ Ժողովուրդը գյուղերում չկային, կարելի ասած, այս մի 2-3 հոգի ժողովուրդ էին մնացել։ Մենք արդեն որ Ստեփանակերտ քաղաքում էին գտնվում, ես մոտիկացա փրկարարության փրկարարության շենք մոտիկացա, ես չէի մենակ, ես էի փոքր աղբեր, ես էի պապաս էր, այդպես մոտիկացանք փրկարարության շենք, ասեցի որ ես ինքս պատրաստ եմ գնալու այնտեղ եւ տեղյակ եմ, գիտեմ որտեղ է, տարածքին ծանոթ եմ։ Ասացին որ չէ, մենք մեր խումբը կուղարկենք, այդ Արշակի ձեր եղբորի հետ ասեց ով եղել է իրանց ինչ որ մեկին կդնենք իրանց հետ փրկարարության աշխատողների կտանեն եւ տեղը ցույց կտան այդ մարդուն կբերենք հասցնենք Ստեփանակերտ քաղաք կլինի ողջ զոհված կլինի դե զոհված կլինի արդեն Սարգսյան Նելսոնին ով հաթերքի գումարտակում ծառայում է որպես զամպալիտ ես իրան տեղեկացրի որ ես գիտեի որ ինքը պետք է ադրբեջանցիների հետ գնա փրկարարության հետ մեկտեղ գնան եւ դիակներն անհայտ կորածների մասով տեղերը մի հատ նայեն էլի ես մոտիկացա Սարգսյան Նելսոնին ասեցի որ սենց բան կա էլի տեղը ես իրան հստակ ասեցի որ Արշակը էս ինչ տեղն է թողված որ գնաք մի հատ կմոտիկանաս կնայես տեսնես որտեղ կբերես բա հա խնդիր չկա Նելսոնը գնում է տարածքը նայում են հետո ինձ որոշ ժամանակ հետո նույնիսկ կապի մեջ հալնում հետս որ մենք նայեցինք այնտեղ ոչ մի բան չկա քո ասած տեղը հիմա հարցը առաջանում լավ եթե թողել են այդտեղ չկա ուրա փաստը մնում է անհայտ որ այդ մարդու ասինքն ճակատագիրը մնում է անհայտ այդ մարդու եթե բերել են թողել են այդ քայի մոտ ես ուղարկել եմ ընդ այդ մարդկանց ասել եմ տեղը հստակ ցույց եմ տվել ես թղթի վրա նկարել եմ Սարգսյան Նելսոնին ցույց եմ տվել որ ես ինչ տեղով պետք է մտնես գետը անցնես քարի մոտ է հիմա այդ մարդը ասում է այնտեղ ոչ մի բան չեն կարացել հայտնաբերենք ու ասում են որ այնտեղ մեծ խողովակներ կա երկաթյա որոնք նախատեսված էր Գետավան համայնքում նո ավելի կոնկրետ Չահեկտար Գետավան հատվածում հիդրոէլեկտրոկայան էին ուզում սարքեին արդեն աշխատանքները սկսված էր էլի այդ խողովակները դրա համար է նախատեսված որ ջուրը գար եւ մտներ դե նայել են այդ խողովակների մեջ լույսը պահելով էլի ոչ մի բան չեն կարացել հայտնաբերեն տների մեջ նայել են մոտակայքում ինչքան մոտիկ տուն ա եղել ասում են որ էլի ոչ մի բան չկա մենք մի ամսի 25-ը մնացինք Ստեփանակերտ քաղաքում ստե Հայաստանում արդեն հանրապետությունում տարբեր ծառայությունների դիմել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին բանակի նախարարությանը ազգային անվտանգության ծառայությանը ինչպես նաև քննչական կոմիտեին դիմում եմ հասցեագրել տվյալ մարդկանց անունները մեջ նշված որ կան չեն եւ իրականությունը պարզեն ոնց է եղել ինչ է եղել մինչև հիմա որևէ տեղեկություն չկա կար ընդհանրապես մի հատ տեղեկություն որ պետք է
մի քանի ամիս առաջ գնային նորից այդ տվյալ հատվածներով մանգային, ինչ կա էլի ընթացքում, ինչ կարային գտնեին կբերեին, էդ էլի չստացվեց։ Տշնամին թույլտվություն չտվեց, էլի որ ստեյցազնակազմը գնա եւ հասնի Արցախի հանրապետության տվյալ տարածքներ, ոչ միայն Արշակի, այլ եւս 14-15 անհայտ կորածի փաստով կար, այնտեղ կան 14-15 անհայտ կորած ունենք այս պահին, որոնց տվյալները, որոնց մասին որևէ տեղեկություն դեռևս չունենք։